Բարի առավոտ մեր թանկագին հեռուստադիտողին, սիրելիներս ողջունում եմ ձեզ այս գեղեցիկ օրով եւ ցանկանում եմ բարձր տրամադրություն, անկախ նրանից որքան զբաղված եք սիրելիներս, միացեք մեզ առաջին ծրագրին, որպիսի ծանոթանաք օրվա բաղադրատոմսին եւ իհարկե այս մի քանի երկար րոպեները անցկացնեք հենց մեզ հետ։ Սիրելիներս, այսօր առաջարկելու եմ եւս մեկ աղցան, որը էլի մատուցման տարբերակով լինելու է հետաքրքիր, շատ հետաքրքիր ձևավորումով եւ կարծում եմ կդառնա սեղանի եւս մեկ զարդ, ինչու ոչ։ Մենք սովորաբար սիրում ենք ամանորին պատրաստել բազմապիսի աղցաններ եւ իհարկե հրամցանել մեր հյուրերին, մեր սիրելիներին։ Այս տարբերակն էլ կարծում եմ տեղ կգտնի ձեր շատ այսպես ճոխ եւ համեղ ճաշացանկում։ Ինչ է պետք այս աղցանը պատրաստելու համար։ Մեզ պետք է շատ կանաչիներ, ես ունեմ 4 տարբերակ, այստեղ կա կանաչ սոխ, սամիտ, մաղադանոս եւ համեմ, եւ էլի հիմքը հանդիսանալու է ընկույզը, այստեղ ունենք թթվասեր մայոնեզ եւ ամենավերջում այս բոլորը ձևավորելու ենք այս համեղագույն եւ գեղեցիկ բանջարեղեններով։ Ես ունեմ չերի լոլիկներ, ունեմ բողկ եւ իհարկե բիո կանաչի, որով շատ գեղեցիկ կզարդարենք։ Այնպես որ սիրելիներս մնում եք մեզ հետ, որպեսզի ընթացքը հասկանալի լինի եւ ել չասեմ արդյունքը տեսնենք թե ինչ կստացվի, մնում եք մեզ հետ առաջին ծրագրի հետ։ Ես խոսքս փոխանցեմ գործընկերներից, հետո միասին կսկսենք աղցանի պատրաստումը։ Շատ շնորհակալ եմ սիրելիներս, եւս մեկ անգամ բարի առավոտ, բարի արև եմ մաղթում իմ շատ սիրելի հեռուստադիտողին եւ ասում եմ իհարկե հետևեք մեր խոհանոցին։ Այսօր ես առաջարկում եմ կանաչեղենով հարուստ մի շատ համեղ աղցան, որը ամբողջությամբ վիտամինային պաշար է։ Ես սկսեմ սկզբից, եւս մեկ անգամ ներկայացնեմ ինչ կանաչիներ են մեզ պետք։ Մեզ պետք է սամիտ, մաղադանոս, համեմ, ես այստեղ ունեմ արդեն կանաչ սոխ, այս բոլորը մանր կկտրատենք, կտեղափոխենք ամանի մեջ, հետո կշարունակենք մեր աշխատանքը։ Առաջին կարևոր գործը հենց կանաչիները մանրեցնելն է։ Ահա, եկեք փորձենք շատ մանր կտրատել, որպեսզի ուտելիս հարմար լինի։ Ճիշտ է, ձմռան շրջան է, սիրելիներս, կանաչիները մի փոքր գուցե այնքան էլ մատչելի չեն, եկեք չխուսափենք եւ ասենք ճշմարտությունը, բայց կարծում եմ ամեն դեպքում ձմռան շրջանում կանաչիները պարտադիր պայման են նորից մեր ճաշացանկում, որովհետեւ շատ հարուստ է վիտամիններով, շատ կարևոր միներալներով, այնպես որ խորհուրդ եմ տալիս չխուսափել եւ անպայման օգտագործել կանաչիներ։ Եվ հատկապես այս աղցանը յուրահատուկ այսպիսի հզոր ուժ ունի վիտամինային, որը իհարկե անհրաժեշտ է մեր օրգանիզմին։ Այսպես մենք այնուամենայնիվ այս գնումները կատարելու ենք եւ խորհուրդ եմ տալիս այս աղցանը անպայման գրի առնեք եւ փորձեք պատրաստել։ Եթե կթվա ամբողջությամբ կանաչիներ են, ասենք ինչպիսի աղցան պետք է լինի, բայց հավատացնում եմ ամենահամեղ աղցաններից մեկն է, չեք փոշմանի, անպայման պատրաստեք եւ կզգաք ինչի մասին էր խոսքը։ Ահա, ավելացնեմ մեր ամանի մեջ եւ հետո արդեն մնացած կանաչիները եւս փորձենք կտրատել։ Ահա։ Ադրինե, ողջույն սիրելի։ Կանաչ նոր տարվա սեղան է սպասում բոլորիս։ Անպայման։ Այս անգամ աղցան ամբողջությամբ կանաչեղենով է, կանաչապատ եւ փոքրիկ չերիներով։ Նայ ծիտիկը։ Ահա։ Անուշ լինի ծիտիկին, այո, շատ ես երկար խոսեցի այս մասին, որ կանաչին որքան օգտակար եւ կարեւոր է, հատկապես Ես ձմռան գիտես որ կանաչին շրջանում։ եմ շատ սիրում կոտեմը։ Կոտեմն էլ, ես վստահ եմ, որ
հեռուստադիտողը եւս սիրում է։ Մենք ընդհանրապես հայերս կոտեմը շատ ենք սիրում եւ հաց, պանիր, կոտեմ, թարխուն այս համադրությունը։ Գարուն ուզեցի, Ադրին այդ ամեն ինչ ասեցիր։ Դե այս ամանորը հորով մորով անենք են որ ասում է, հետո կանցնենք գարունը արդեն իր բոլոր շքեղությամբ եւ հուշումներով։ Ես անամբեր եմ սպասում Գարնան Գալստին։ Ես էլ շատ սիրում եմ գարունը, չնայած վերածննդի շրջանը։ Այո, բոլոր եղանակներն էլ բոլոր ուրեմն այդ ընթացի գեղեցկությունը կարևոր է, բայց այնուամենայնիվ նոր շունչ, նոր կյանք, նոր ցանկություններ, նոր ձգտումներ, Գարնանը, այո, զարթոնքին։ Բնության հետ միասին զարթոնք են ապրում մեր երազանքները։ Շատ ճիշտ ես։ Դե երազանքները ամանորի գիշերը կպահենք, որպեսզի Գարնանը իրագործենք։ Չէ, այսպես ասած հիմքը պատրաստենք, որպեսզի արդեն շարունակենք այդ Իմ երազանքները իհարկե այդ խաղաղությունը, առողջությունը բոլորին, ընտանիքի անդամներին, բոլորին եւ ամենակարևորներից եւս ես դասում եմ միշտ ճամփորդությունները, շատ եմ սիրում ճամփորդել եւ ուզում եմ որ 2026 թվականին երկու անգամ ավելի շատ լինեն ճամփորդություններս, ինչքան եղան 2025-ին։ Թող հենց այդպես 10-ից ավել էր 2025-ին, դե երկու անգամ շատ 20։ Ինչ լավ կլինի այդպես որ լինի։ Կլինի, Սուրեն ջան, ինչու՞ չէ։ Ես վստահ եմ, որ առաջին ճամփորդությունը արդեն կա նախատեսված հունվարի 15-ից 22-ը Երուսաղեմ պիտի գնամ, որովհետև այնտեղ 5 տոմարով նոր տարին է, հունվարի 18-ին, եւ շատ գեղեցիկ միջոցառում է սպասվում։ Եվ աշխատանքային է եւ ոչ։ Շատ ինձ հաճելի է, որ դու կարողանում ես այդպես շրջագայել եւ հատկապես ունենալ արդյունավետ շրջագայություն, որից մեկը հենց դա կհանդիսանա, չասեմ, որ անցյալը, որ գնացել է իր այդ լավ ճանապարհը, այո, անցել է իր եւ տպավորությունները վերադարձել, քո էներգիան նաեւ մեծ փոխ անցեցիր, ինչու ոչ։ Մենք այնտեղ չէինք, բայց կարող եմ ասել գոնե ես անձամբ քո տեղադրած հոլովակներից, վիդեոներից ես ինքս մասնակից եղա այդ ամենին։ Շատ ուժեղ են, Ադրինա, անկեղծ եմ ասում եւ ուրիշ բան է, որ տեսնում ես, չգիտեմ, Instagram-ով կամ հեռուստացույցով, բայց ուրիշ բան է, որ հենց այնտեղ ես այդ պահին լինում, էներգետիկ դաշտը շատ ուժեղ է ու հզոր է։ Սա իհարկե առաջին ճամփորդությունը, դե մնացածն էլ արդեն ընթացքում ուրվագծվում է կամաց։ Այո, Աստված, ինչպես ասում են, Աստված առաջ, ամեն բան կդասավորվի, կարևորը նպատակը, կարևորը ցանկությունը եւ այն գործելու ձգտումը, այն իրագործելու ձգտումը, որը պետք է յուրաքանչյուրիս մեջ լինի մեր երազանքներին հասնելու համար։ Այո, ինչպես ասում էր հայտնի երգում, երազանքների բարի փերի։ Այո, փերիները թող շատ լինեն մեր կյանքում։ Այո, բուրըն process-ի մեջ են կտրատման, եթե այս process-ն է շարունակվելու, ես առաջարկում տեսահոլովակ մի հատ երաժշտություն ու ռիթմեր, ինչ կասես։ Չեն խանգարի բոլորովին այս օրերին մեզ պետք է։ Դե մի քիչ տոնական ռիթմեր, հետո նորից վերադառնանք խոհանոց։ Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը, մենք ունենք տոնական բարձր տրամադրություն եւ պատրաստվում ենք ամանորին։ Այո, միանշանակ ամանորին ենք պատրաստում մենք, դուք բոլորս եւ իհարկե պատրաստում ենք տոնական աղցան։ Այստեղ կտրատեցինք այն բոլոր կանաչեղենը, փունջը, այն, որ մենք մշտապես առօրյայում օգտագործում ենք եւ հիմա պետք է կտրատենք, մանրացնենք անկույզը եւ ավելացնենք մեր կանաչիներին։ Սոն ջան, տեսնում ես որքան քիչ բաղադրիչ է պետք այս աղցանը պատրաստելու համար։ Այնպես անկեղծ եթե լինեմ, շատ ծախսատար չէ այս աղցանը, հատկապես եթե այն պատրաստեն գարնանը կամ ամռանը։ Հիմա մի փոքր ինչպես նշեցի, իհարկե մաչելի չէ կանաչին, բայց դե ոչինչ, այնքան էլ թանկարժեք աղցան չէ սա։ Եվ ես այս ամբողջ ընթացքում Ադրինը մտածում եմ, թե հեռուստադիտողները ինչպես, ինչ միջավայրում են դիտում մեր հաղորդումը, պատկերացնում եմ, քանի որ ընդհանրապես մեկ օր է մնացել ամանորին եւ առավոտը բացվել է, մարդիկ վերջին փորձերն են անում հասցնելու ամեն բան, բոլորի տները տոնական զարդարանք կա արդեն, տոնական տրամադրություն չգիտեմ կա թե չէ, բայց այսպես խառնաշփոթը վստահ եմ բոլորի տներում կա եւ այդ ընթացքում էլ հասցնում են դիտել մեր հաղորդումը։ Եթե չունեք տոնական տրամադրություն, հոգ չէ, որովհետեւ ընդհանրապես պարտադիր պայման չէ տոնական տրամադրություն ունենալը, կարող եք շատ հանգիստ տեղափոխվել ուղղակի 2026 թվական, շատ հետաքրքիր ռիլ կա
ես դա շատ եմ սիրում։ Նկարը կիսած է երկու մասի եւ մի մասում պարկած մարդը ուղղակի անցնում է մյուս մաս, ոչ մի բան չի փոխվում իր կյանքում։ Կարող եք հանգիստ այդ տարբերակով անցնել 2026 թվական, հոգ չէ, ընդհանրապես պետք չէ մտածել, որ ինչ որ բան չեք հասցնում, ինչ որ բան չեք անում, կարևորը ձեզ հարմարավետ լինի։ Ես լրիվ համամիտ եմ քեզ հետ եւ ընդհանրապես ճիշտ է ժամանակը տարիները ամիսները տարիները այսպես վազում են թռչում են մենք երբեմն զարմանում ենք ոնց ստացվեց ամառեր հիմա ձմեռ է ամանորեր հիմա 25 թվականներ այո շուտով էլ չէ այլ չէ շատ ժամանակը իհարկե եւ նաեւ մեր կյանքն է այսպես այդ տարիների հետ շատ ռիթմիկ արագ անցնում բայց իսկապես հոգ չէ անհանգստանալ այն բաների համար, որոնք դու կարող ես հետո էլ անել, ճիշտ է ասում են այսօրվա գործը մի թող վաղվա, բայց այնուամենայնիվ նույնիսկ չենք հասցնում արթնանալ եւ պետք է արդեն գիշերը քնենք, այնպես որ կհասցնենք Ժորժ ջան, մի մտածեք, ոչ մի խնդիր չկա, պետքա պարզապես պետք է տրամադրությունը փորձել բարձր պահել, որպեսզի այս բոլոր գործերը եւ հետ ընկած եւ առաջիկայում սպասվող հասցնենք բոլորը կատարել եւ առողջություն ամենակարևորը։ Այո։ Եւ հիմա ընկույզը տեղափոխում ենք կանաչիներով հարուստ ափսեի մեջ։ Այո, ես կարծում եմ մի փոքր էլ կարելի է այստեղ։ Ես ուզում օգնել քեզ, արի ես այս հատվածը ես անեմ, այսինքն սա անեմ ես, որովհետև մի փոքր ես կարող եմ ես պարզապես ոնց ասում են փորձ ունեմ թե ինչպես անել, որ այս լավ ճզմվի, խնդրեմ։ Շնորհակալություն։ Կարող չվստահել։ Եվ ես պատրաստեմ սոուսը։ Այստեղ ունենք մայոնեզ եւ իհարկե այստեղ ավելացնելու ենք թթվասեր։ Առայժմ 2 գթալկ ավելացնեմ։ Այստեղ կհամեմենք մեր իհարկե դասական տարբերակ համեմունքները։ Ես ինչպես բազմիցս նշել եմ, որ սիրում եմ, երբ ընկույզը ատամի այսպես խրթխրթան է լինում։ տակ հայտնվում է, փորձեմ այդ տարբերակով, մինչև վերջ չմարացնել։ Այո, ես քեզ շնորհակալ կլինեմ դրա համար։ Մինչև մենք շարունակում ենք այս գործընթացը, առաջարկում եմ սիրելի հեռուստատողներ, որպեսզի կարճատև դադար լինի մեր եթերում, որից հետո վերադառնանք ու շարունակենք։ Դե ինչ սիրելիներս եւս մեկ անգամ ջերմագին ողջույններ եւ անցնենք առաջ ինչ ենք արել մինչ այս պահը կանաչիները ընկույզը պատրաստ է ամբողջովին այստեղ սոուսի համար օգտագործել ենք մայոնեզ թթվասեր սխտոր աղ եւ սև պղպեղ հիմա մեզ պետք է այն լավ խառնել եւ ավելացնել այս շքեղության վրա այսպես սոուսը թող շատ լինի, որպեսզի կանաչին փափկի եւ իհարկե ուտելիս ավելի հաճելի եւ ավելի նուրբ նրբահամ դառնա։ Փորձեմ խառնել շատ զգուշությամբ։ Հիշեցնեմ կանաչիներից այստեղ կա կանաչ սող, մաղադանոց, համեմ եւ իհարկե սամիտ։ Կարծում եմ այս բոլոր տարբերակներն էլ մեր բոլորի սիրելի կանաչիներն են եւ ինձ թվում է, որ այստեղ չսիրելու, չհավանելու տարբերակ պարզապես չկա։ Պետք է մի լավ խառնել, որպեսզի ամբողջությամբ թաթախվի այս հրաշալի կանաչին, անհրաժեշտության դեպքում ինչը որ ես հենց հիմա կանեմ, սիրելիներս, եթե զգում եք, որ սոուսը օրինակ մի փոքր քիչ է, կարող եք ավելացնել օրինակ կամ թթվասեր կամ մայոնեզ ըստ ճաշակի, ինչպես կցանկանաք, որպեսզի ավելի լավ թաթախվեն մեր բոլոր կանաչիները։ Փորձենք լավ խառնել։ Եվ իհարկե պետք է փորձենք այս գեղեցիկ ձևամանով ձևավորել։ Այսպես։
մի փոքր էլ խառնենք եւ իհարկե տեղափոխենք ամանի մեջ։ Կարծում եմ արդեն թաթախվեցին բոլոր կանաչիները սոուսի մեջ, հիմա պետք է ձևավորենք։ Ահա, մեզ պետք է այսպիսի գեղեցիկ մատուցման աման, ես այս ձևամանը դրել եմ, ինձ մոտ կլոր տարբերակներն է, շատ բազում տարբերակներ կա, կարող եք ընտրել ձեզ համար ավելի հաճելի տարբերակը։ Ահա, եկեք այս աղցանը տեղափոխենք ամանի մեջ։ Այսպես, եւ իհարկե պետք է այն հարթեցնենք հենց ձևամանի տարբերակով, այսինքն ամբողջ իր չափով եւ ձևով։ Պետք է ստանանք տորտի տարբերակ։ Կլոր տորտ։ Գդալի օգնությամբ փորձեմ հարթեցնել այն։ Եվ պետք է աշխատենք այս ամենը ստացվի շատ հավասարաչափ, հավասար մակերես պետք է ստանանք։ Այսպես, բան չմնաց, արդեն մեր աղցանը կարող ենք համարել պատրաստ։ Մենք պարզապես այն պետք է թողնենք մի փոքր մնա այս ձևամանի մեջ եւ իհարկե հանգստանա, բոլոր համերը միախառնվեն սիրելիներս, հետո ամենավերջում պատենք այս գեղեցկությունը թթվասերով եւ իհարկե մեր հրաշք բանջարեղեններով։ Չգիտեմ որքան տեսանելի կլինի ձեզ, ահա այսպիսի տեսք ունի այն։ Կարծում եմ ամեն բան պարզ է, սա թողնենք մի կողմի վրա, ամենավերջում կամփոփենք եւ կձևավորենք այս համեղագույն վիտամիններով հարուստ աղցանը։ Դե սիրելիներս, պետք է արդեն ձևավորենք մեր համեղագույն աղցանը։ Ահա ես փորձեցի այս ընթացքում այն պատել եւ մայոնեզով եւ թթվասերով։ Հիմա պետք է փորձենք այս ձևամանը հանել, ահա, այսպես, տեսեք որքան գեղեցիկ է մեր առաջարկը, այսպես, եւ այս համեղ բանջարեղեններով փորձենք այն ձևավորել։ Ես բողկը այսպիսի ձևավորում եմ տվել, չեմ հեռացրել ոչ մի հատված, բայց այն լավ մաքրած է, լավ լվացած է, այնպես որ չխուսափեք այս գեղեցկությունից, սա բնության շքեղությունն է։ Եկեք գեղեցիկ տեղադրենք մեր ուրեմն աղցանի վրա, ինչ որ ձևավորում տանք, միտքը արդեն ձեզնից է կախված, ինչպիսի ձևավորում կցանկանաք ունենա ձեր աղցանը։ Ահա այսպես ես փորձեմ իմ տարբերակով ձեզ առաջարկ անել։ Ահա։ Այսպես հաջորդը այս մյուսը, ահա այսպես, թեկուզ այսպես մնա, այստեղ լոլիկ ավելացնենք, կտրատված տարբերակ ավելացնենք։ Ահա։ Մեկ տարբերակ եւս այստեղ կավելացնեմ։ Այսպես, լոլիկ, լոլիկ, բողկ, այս տարածքում եւս մեկը։ Եվ այստեղ ունենք բիոկանաչի, եկեք բիոկանաչիով էլ գեղեցիկ ձևավորենք այն։ Շատ գունեղ եւ գեղեցիկ կանաչի է սա, իհարկե սրանք էլի բանջարեղենային ուրեմն բույսեր են, արևածաղկի սերմ է, բողկի սերմ է, կոնկրետ հենց սա բողկի սերմ է, այնպես որ կարող եք գնել խանութներից եւ այսպես գեղեցիկ ձևավորել, զարդարել ձեր օրվա աղցանը։ Ահա այսպես։ Տարբերակը կարծում եմ հետաքրքիր է, գեղեցիկ է, կարելի է արանքում սամիթի ճյուղեր էլ ավելացնել ըստ ցանկության, այսպես։
որպեսզի շատ ավելի շքեղ եւ տոնական դառնա մեր այսօրվա աղցանը։ Այսպես սիրելիներս, փորձեմ մոտեցնել, որ ավելի տեսանելի լինի ձեզ։ Այսպես։ Եվ այս կողմից տեսեք, եւ մյուս կողմից, ահա այսպես։ Սիրելիներս, պատրաստեք, վայելեք, օգտվեք յուրաքանչյուր պահից եւ առիթից։ Եվ իմացեք, որ ես ձեզ շատ եմ սիրում։ Կհանդիպենք։